Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն պարոն վարչապետ, որպես մի նախարարություն, որի համակարգման ոլորտներում գտնվում են թերևս ամենամեծ թվով կազմակերպությունները, միայն 1352 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ենք խոսում, որոնք դպրոցներ են եւ նաեւ մշակույթի, սպորտի ոլորտում գտնվող այլ հաստատությունները։ Մենք այստեղ իհարկե ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը, սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե ոչ։ Շատ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։